Բարև ձեզ։ Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի եւ չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա Հայաստանի միակ ելքն է եւ գուցե վերջին հնարավորությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Շուշիում ադրբեջանցիների համաժողովի ժամանակ։ Հետպատերազմյան շրջանի ու հետագայի մեր ջանքերի շնորհիվ մենք կչեզոքացնենք Հայաստանի եւ աշխարհի հայության տարածքային պահանջները Ադրբեջանին։ Խոսքը նաև Սփյուռքի ջանքերի մասին էր։ Հայաստանն ընդունել է մեր 5 կետանոց առաջարկը, նշել է Իլհամ Ալիևը, այսպիսով պաշտոնապես հայտնելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պաշտոնական Երևանն իսկապես ընդունելի է համարել Բաքվի 5 սկզբունքները, բայց նաև հայտարարել է, որ Ադրբեջանի 5 առաջարկները լրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։ Ալիևը այս մասին սակայն ոչինչ չի ասել։ Ադրբեջանի նախագահը նաև կեղծելով պատմությունը հայտարարել է, որ խորհրդային իշխանությունները Զանգեզուրն անջատել են խորհրդային Ադրբեջանից եւ տվել Հայաստանին։ Ասեմ, որ Ադրբեջանի կառավարության կազմակերպած աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարն այս տարի անցկացվում է Շուշիում։ Այն 2001 թվականից մշտապես անցկացվել էր Բաքվում։ Միջոցառման բացմանը Ալիևը հայտարարել է. այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ, Ղարաբաղյան հակամարտության լուծումն ինձ համար որպես նախագահի գլխավոր խնդիրն էր։ Իրականում սա նոր ձևավորվող ադրբեջանական սփյուռք է, որն ունի էական առավելություն հայկականի նկատմամբ։ Այդ սփյուռքը ենթակա է ադրբեջանական պետական քաղաքականությանը, ցավոք, ի տարբերություն հայկական սփյուռքի, որտեղ գործող կառույցները, մեղմ ասած, հակասությունների մեջ են հայտնվում հաճախ անգամ Հայաստանի հետ։ Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է հասնել այնպիսի լուծման, որ արցախցին ապրի Արցախում եւ իրեն համարի ղարաբաղցի, արցախցի եւ հայ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պուտինի հետ հանդիպումից հետո նա հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղյան կարգավորման որևէ նախագիծ կամ սևագիր անգամ չկա շրջանառության մեջ, որը կստորագրվի առանց հանրային քննարկման։ Փաշինյանը մանրամասնել է, Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների շրջանակում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որտեղ առանցքային է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։ Այս առումով դիտարկվում է խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Ըստ Փաշինյանի Պուտինի հետ կայացած հանդիպմանը Երևանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի տարածքում օր առաջ մեկնարկել արևելքը-արևմուտքին կապող երկաթգծի եւ ավտոճանապարհների շինարարությունը։ Ամերիկյան Newsweek գործակալությունը հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հոդված է հրապարակել President Biden recognized a genocide, թարգմանաբար նախագահ Բայդենը ճանաչեց հայկական ցեղասպանությունը թույլ տալու համար, որ մեկ այլ ցեղասպանություն շարունակականություն ունենա վերնագրմամբ։ Եվ այսպես պաշտոնապես ճանաչելով հայոց ցեղասպանությունը, ինչպես գրում է Newsweek-ը, միաժամանակ Ջո Բայդենը չեղարկեց Section կամ բանաձև 907 Freedom Support Act, մի բանաձև, որով արգելվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ապա հոդվածը պնդում է. Ռուսաստանն է հակված հետաձգելու Արցախի կարգավիճակի լուծման հարցը եւ առաջին պլան մղելու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը, որից հետո միայն պետք է փորձել մտածել Արցախի կարգավիճակի մասին։ Մինչդեռ Արևմուտքի համար դա է առաջին պլանում։ Ինչևէ, հարցերի լուծումն իրականում ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի իրավասության շրջանակում է, պնդում է Newsweek-ը։ Հոդվածից դուրս նշեմ, որ ուշագրավ հայտարարություն է հնչել Մոսկվայից այն մասին, որ եթե Փարիզը եւ Վաշինգտոնը հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, ապա Բրյուսելը փորձում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Դվայս ամերիկյան կենտրոնը գրում է. Արևմուտքն այժմ ակտիվորեն աշխատում է այն երկրների ուղղությամբ, որոնք համարվում են ռուսական ազդեցության գոտի։ Այս կոնտեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին տարիներին հանդես է եկել Հայաստանին առարկայական առաջարկով ներդրումային տարբերակով համագործակցել Ամուլսարի հանքի հարցում։ 2 օր առաջ Ամուլսար էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ քաջալերել կարգավորել ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերը։ Ամերիկյան կենտրոնը
Պատահական չի համարում այն, որ ԱՄՆ դեսպանը Ամուլսարի ներդրումային ծրագրի մասին խոսում է Հայաստանի վարչապետի մոսկովյան այցի հաջորդ օրը, նշելով, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի ձախողմամբ շահագրգռված են ռուսական շրջանակները, տողատակում նկատի ունենալով, որ ռուսական կողմը շահագրգռվածություն ունի այդ ռեսուրսն իր տնօրինման տակ վերցնել։ Իդեպ Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների շարքից ապրիլի 23-ին շաբաթ առավոտյան ժամը 10:30-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը կրոնական արարողությամբ կողոքեկոչվի Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ 901 Վիա Սան Կլիմենտե հասցեում, դրան զուգահեռ գեղանկարչական ուշագրավ ցուցահանդես է կազմակերպվելու Գրիգոր եւ Մարիամ Կարամանուկյանների անվան Գլենդելի երիտասարդական կենտրոնում երեկոյան ժամը 7-ին 211 Chestnut Street հասցեում գեղեցիկ ցուցահանդես է լինելու, կարելի է այցելել միաժամանակ եւ ինֆորմատիվ առումով առլծվել եւ միաժամանակ հիանալ արվեստի գործերով, ապա հենց ապրիլի 24-ին քայլեր թե մեկնարկելու Հոլիվուդ Նորմանդի խաչմերուկում, ինչպես յուրաքանչյուր տարի առավոտյան 10-ից, իսկ Բևերլի Հիլսում թուրքական հյուպատոսարանի հարակից շրջանում մոտավորապես կեսօրն անց ժամը 4-ից։ Եվ ներամերիկյան լրահոսից DHS-ը կամ ներքին գործերի դեպարտամենտը նախատեսում է հանրային կայք սահմանել այն միգրանտների համար, փախստականների համար, որոնք կնախընտրեն դուրս գալ MPP կամ Migrant Protection Protocol ծրագրից, որ հայտնի է մնալ Մեքսիկո անվանմամբ։ Ինչպես գիտենք, Բայդենի ադմինիստրացիան հորդորել էր դատարաններին վերսկսել Թրամփի օրոք ներդրված հարկադրված համակարգը, ըստ որի բոլոր չափահասները առողջապահական նկատառումներից ելնելով համաճարակով պայմանավորված պետք է մնային Մեքսիկոյի սահմանում, մինչ նրանց հայցը կլսվեր, դրանք հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են, որոնք փախստականի կարգավիճակ են խնդրում Մեքսիկոյից անհատական տարբերակով, այսինքն ընտանիքով չեն, այդ անձանց հիմնականում պահում են Մեքսիկոյում, մինչ կավարտվի նրանց գործի լսումը։ Խոսքը այս պահին 30,000 միգրանտի մասին է, իդեպ ասեմ, որ նրանց թվում կան նաև հայեր։ Եվ այսպես, երբ որ հանրային վեբկայքը այս ծրագրից դուրս գալու, այսինքն դիմելու եւ անմիջապես Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու պատրաստ լինի, կխոսենք այդ մասին։ Նախագծի մանրամասների մասին կարելի է ծանոթանալ այցելելով dhs.gov/keyword/migrant protection protocol։ Համապատասխան հղումը կգցեմ YouTube-յան տեսանյութին։ Իդեպ համաճարակով պայմանավորված Title 42 կամ բանաձև 42-ն էր գործում, որով համաճարակով, ինչպես ասացի, պայմանավորված թույլ չէին տալիս միգրանտներին մուտք գործել ԱՄՆ, բայց բանաձև 42-ի ժամկետը սպառվում է մայիսի 23-ին, գործելու է արդեն Title 8 ամերիկյան կոդը կամ բանաձև 8-ը, որի ներքո որոշ միգրանտներ կարող են օրինական հիմունքով փախստականի հայտ ներկայացնել կամ ապաստարան խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մինչդեռ մյուսները երկրի տարածքը ապօրինի խախտելու համար ստիպված են լինելու ժամանակ անցկացնել իմիգրացիոն կալանավայրերում։ Կալանավայրերում պահելը մարդկանց համաճարակով պայմանավորված ժամանակավորապես կասեցվել էր, բայց մայիսի 23-ից կվերականգնվի։ Օրեր առաջ խոսել էի թոշակառուների հետ կապված թոշակների բարձրացման ծրագրից, ասեմ, որ դա առանձին ծրագիր չէ, այսինքն առանձին գումարներ տարեցներին չեն տրվելու, իդեպ խոսքը ինչպես թոշակների, այնպես էլ disability կամ հաշմանդամության թոշակների մասին է, դրանք 5.9 մոտ 6%-ով աճ էին արձանագրել, պայմանավորված ընդհանուր գների աճով 2022 թվականի հունվարից սկսած, եւ այսպես պաշտոնական կայքը SSI տեղեկացնում է, որ 70 միլիոն ամերիկացիներ այսուհետ ավելի բարձր թոշակներ են ստանալու, ինչպես թոշակներ, այնպես էլ disability թոշակներ, խոսքը հիմնականում այն անձանց է վերաբերում, ովքեր որ աշխատել են եւ հարկեր են կուտակել այստեղ մեկ անձի համար առավելագույն չափը թոշակի հասնելու է 1657-ի, երկու անձի պարագայում 2753-ի, ոչ բոլորը հնարավոր է իրավասու լինեն առավելագույն գումարը ստանալուն։
Եվ այսպես բոլոր նրանք, ովքեր տուն էին գնել, բայց համաճարակով պայմանավորված ֆինանսական կորուստներ են ունեցել եւ տունը foreclosure կամ բռնագանձման վտանգի ներքո է, կարող են այցելել համապատասխան workshop կամ խորհրդատվական միջոցառման, որ անվճար կազմակերպվում է բոլոր նրանց համար, ովքեր, ինչպես ասացի, կանգնել են foreclosure բռնագանձման վտանգի առաջ, բացի ծրագրի հետ կապված մանրամասներին խորհրդատվություն ստանալուն, մինչև $20,000 աջակցություն է նախատեսված փոխհատուցելու հիպոթեկային վարկերը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 888-895-2647 կամ այցելել nhslacounty.org/mortgage-program։ Բոլոր նրանք, ովքեր օգտվում են հանրային աջակցության միջոցներից, Your Benefits Now կամ YBN կայքը այսօրվանից դադարեցրել է իր գործունեությունը, բոլոր նրանք, ովքեր պորտալ էին բացել իրենց email-ի միջոցով, այսօր email հաղորդագրություններ են ստացել, որտեղ ասվում է, որ YBN կայքը դադարեցնում է իր աշխատանքը, այն փոխարինվելու է benefitscall.com կայքով։ DPSS-ն է հայտնում այդ մասին եւ այսպես երկուշաբթի ապրիլի 25-ից սկսած վաղ առավոտյան ժամը 6-ից կկարողանաք օգտվել արդեն նոր կայքից, իսկ այսօր ապրիլի 22-ին կեսօրի 1-ից սկսած դադարեցվել է web կայքի գործունեությունը, ինչպես նաև հավելվածի հեռախոսային հավելվածի DPSS-ի գործունեությունը, DPSS-ի Customer Service կամ հաճախորդների սպասարկման կենտրոնը այսօր անհասանելի է եղել, վաղը եւս անհասանելի է լինելու պայմանավորված այս անցմամբ, ինչպես ասացի, արդեն ապրիլի 23-ից սկսած կարող եք անցում կատարել Benefits Call նոր պորտալը, ապրիլի 25-ից սկսած կարող եք ձեր անձնական օգտահաշիվը կամ պրոֆայլը բացել այդ կայքում ձեր աջակցության միջոցներին հետագծելու համար։ Եթե շուտով դիմելու եք քաղաքացիության քննության, այսինքն citizenship-ի, եւ բնականաբար պետք է լրացնեք դրա համար նախատեսված ձևաթուղթ, form, ինչը շատերի համար դժվար է անելը, ապա այս պրոցեսի գործընթացի հետ կապված աջակցություն է նախատեսում Naleo բարեգործական ընկերությունը Citizenship Workshop հատուկ միջոցառում, որ կազմակերպվելու է East LA College-ում 1301 Avenida Cesar Chavez Monterey Park-ում է գտնվում, վաղարավոտյան 5-ից մինչև կեսօրն անց 9-ից ներողություն կեսօրն անց ժամը 5-ը կարող եք այցելել Citizenship-ի քննության հետ կապված, քաղաքացիության քննության հետ կապված հարցերն ուղղել, ինչպես նաև անվճար ձեզ կաջակցեն լրացնել դրա համար նախատեսված դիմում հայտաձևը։ Իդեպ այցելելիս պետք է նաև ձեզ հետ տանեք պահանջվող փաստաթղթերի շարքը, իսկ դրանց հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 888 839 8682 հեռախոսահամարով։ Բոլոր նրանք, ովքեր ունեն Ուկրաինայից Լոս Անջելես County ժամանած բարեկամներ, նրանք ունեն իրավաբանական աջակցության խնդիր, բնակարանի կամ սննդի կամ այլ աջակցության, սոցիալական աջակցության խնդիր, կարող են զանգահարել 800-953 8222 հեռախոսահամարով, հատուկ նաև պորտալ web կայք է բացվել աջակցության համար LA County-ում Ուկրաինայի փախստականներին, immigrants.lacounty.gov կայքի մասին է խոսքը, կարող եք այցելել կամ զանգահարել հեռախոսահամարով եւ ստանալ համապատասխան աջակցություն թե իմիգրացիոն, թե նաեւ նյութական որոշ դեպքերում իհարկե պարագաներում։ Ուշադրություն, այս տարվա մայիսի 1-ից սկսած կրկին Լոս Անջելես County-ում 50 եւ 50 տարեկանից մեծ բոլոր անձինք իրավասության պայմաններում, խոսքը եկամտի մասին է, կարող են օգտվել medical պետական առողջապահական ապահովագրության ողջ ծածկույթից, կրկնում եմ, անկախ իմիգրացիոն կարգավիճակից, օրինական եք թե օրինական չեք, 50 եւ 50 տարեկանից բարձր իրավասության եկամտի մասին է խոսքը պայմաններում կարող եք օգտվել մեդիկալից։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար 866 613 37 77 սա է հեռախոսահամարը։
Կալիֆոռնիայի սենատը այսօր քվեարկել է մի ծրագրի օգտին, որով նախատեսում է յուրաքանչյուր տան անդամի դիմաց նվազեցնել թույլատրելի օգտագործվելիք ջրի քանակը։ Այս պահին մեկ անձի դիմաց օրական օգտագործվող ջրի թույլատրելի քանակը 55 գալոնն է, բայց մինչև 2025 թվականը նախատեսվում է նվազեցնել 47, մինչև 2030 թվականը յուրաքանչյուր անձի դիմաց օրական մինչև 42 գալոնը երաշտից խուսափելու համար նահանգում։ Կալիֆոռնիայի սենատը մեկ այլ օրինագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է հեշտացնել փողոցային առևտրով զբաղվող, սննդի մասին է խոսքը, անձանց պերմիտներ կամ թույլատրագրեր ներկայացնելու տրամադրելու գործընթացը, դա նաև նախատեսում է հեշտացնել health permit կամ առողջապահության դեպարտամենտի կողմից տրվող թույլատրագրերի գործընթացը, որպեսզի մարդիկ կարողանան խուսափել նաև տուգանքներից։ Եվ վերջում ցանկանում եմ խոսել բնակվարձերի աջակցության ծրագրից։ Բոլոր նրանք, ովքեր դիմել են բնակվարձերի աջակցության ծրագրին, Housing is Key պորտալին, ինչպես գիտենք, մարտի 31-ով այն այլևս փակ է, բնակվարձերի աջակցության ծրագրին դիմել չեք կարող։ Եվ այսպես նահանգը որոշակի փոփոխություններ է արել պայմանավորված մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես eviction կամ բնակվարձը չվճարելու հետևանքով մարդկանց տնից վտարվելու պաշտպանության իրավունքին եւ այսպես ուշադրություն։ AB 2179 կանոնակարգով մինչև հունիսի 30-ը բոլոր այն անձինք, ովքեր չեն վճարելու ապրիլի 1-ից սկսած իրենց բնակարանի վարձավճարը, ի վիճակի չեն լինի վճարել եւ չեն դիմել Housing is Key պորտալին, կարող են դուրս վտարվել, այսինքն դուրս բերվել իրենց բնակարանից տանտիրոջ կողմից։ Մեկ անգամ եւս, եթե դուք ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում չեք դիմել Housing is Key-ին եւ չեք կարող վճարել ձեր բնակարանի վարձավճարը, ապա ձեզ իրավունք ունեն դուրս հանել տնից։ Բայց եթե չեք կարող վճարել, բայց դիմել եք այդ պորտալին, հնարավոր է ձեր իրավունքները պաշտպանվեն եւ ձեզ չկարողանան դուրս հանել տնից։ Ստացվում է, ապրիլի 1-ից սկսած պարտավոր եք վճարել բնակարանի վարձավճարը եւ դուք խոցելի եք ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած հատվածում։ Բայց հուլիսի 1-ից սկսած 2022 թվականի մինչև տարվա ավարտ, մինչև դեկտեմբերի 31-ը, եթե տուժել եք համաճարակից պայման 1 եւ պայման 2, ձեր ընտանիքի համախառն եկամուտը չի գերազանցում տվյալ տարածքի, որտեղ որ բնակվում եք, համար սահմանված միջին եկամտի 80%-ը, կարող եք չվճարել բնակարանի վարձավճարը եւ դրա դիմաց տանտերը ձեզ վտարելու իրավունք չունի։ Խոսքը հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում է, եթե տուժել եք եւ ձեր եկամուտը չի գերազանցում միջին եկամտի 80%-ը, ապա կարող եք չվճարել եւ չվտարվել։ Խոցելի ժամանակահատվածը ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածն էր Housing is Key ծրագրին չդիմաց անձանց պարագայում։ Այս ծրագրի, այս օրինագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով dcba.la.gov/wp/content։ Համապատասխան հղումը կգցեմ YouTube-յան տեսանյութին, ինչպես նաև հուլիսի 1-ից սկսած կգցեմ հատուկ ձևաթուղթ, որով 7 օր առաջ բնակվարձի օրվանից պետք է տեղեկացնեք ձեր տանտիրոջը, որ չեք վճարելու, 7 օր առաջ պետք է այդ ձևաթուղթը ներկայացնել, որպեսզի պաշտպանված լինեք հարգելի վարձակալներ։ Հուլիսի 1-ից կգցեմ նաև այդ ձևաթուղթը, որպեսզի ներբեռնեք, լրացնեք եւ տրամադրեք տանտիրոջը։ Այսքանն էի նախատեսել այսօրվա համար, բոլորին հաճելի եւ անվտանգ հանգստյան օրեր եմ մաղթում, կհանդիպենք արդեն երկուշաբթի։ Լավ եղեք։